Հանգիստ գործ է, նստած գործ է, սա ոչ ֆիզիկական աշխատանք չկա, էլի դժվարություն։ Խնձորա ջարդում եմ։ Հետո մի քանի հատ ճագար ունեմ, ճագարել եմ, կարակ ճագարներին է նկարեք։ Օրվա թափածը հավաքում եմ, լցնեմ, ջարդ։ Ֆերդինանդ պապը Վահագնի գյուղից է, 80 տարեկանում նա շարունակում է սիրով ու նվիրումով ապրել իր գյուղական կոլորիտային կյանքը։ Չնայած տարիքին վարում է մեծ տնտեսություն, կենդանիներ պահում, մշակում տնամերձ այգին, շուտով դաշտում նաև աշնանացան հացահատիկ կցանի։ Ձեռքի հետ էլ հասցնում է այգու բերքը տեղավորել, առողջ հասունացած մրգերը ձմռան համար է ամբարել, իսկ մնացածը, որոնք պահելու կամ ուտելու պիտանի չեն, այսպես կջարդի, կմանրացնի, որ օղու համար ընտիր հումք ստանա։ Ֆերդինանդ պապի համար գյուղական կյանքը ոչ թե դժվարություն է, այլ կենսակերպ, իսկ ամեն օրվա աշխատանքը ուրախություն։ Ոնց տեղնա ուրեմն մեզ էլ լավ բանկանի էլի ինչ են ասում, քեֆներս կլավացնի։ Ձեզ էլ բոց կտա է։ Մեզ էլ է բոց տալիս։ Դու երկացնում է, պարացնում է, խոսացնում է, կռվածնում է։ Ամեն ինչ։ Նայած ում գաղափարին ոնց է խփում։ Առաջինը լավ է, երկրորդը բավ է, երրորդը ցավ է։ Նրա ուրախությունների սեղանից անպակաս է նաև իր ձեռքով թորած օղին։ Նրա կենցաղը թաթախված է գյուղի բույրով ու կոլորիտով։ Այգու խնձորը դառնում է օղու հումք, իսկ օղին էլ նրա պատմությունների ու հումորի առիթ։ Գյուղում իրականում բոլորը Ֆերդինանդ պապին ճանաչում են որպես շատ քեֆչի, հացոտ, ուտող, խմող ու հումորով մարդ։ Մենք էլ առաջին խոսքից ասվածում համոզվում ենք։ Ֆերդինանդ պապի համար կյանքը նույն ինքը գյուղն է թունդ օղու տարաներով, երգով, պարով, ընկերական առած սեղաններով, հողի ու աշխատանքի համով։ Սա Ֆերդինանդ պապի ապրելու սեփական բանաձևն է, իսկ նրա թորածողին երբեք 60-ից պակաս թնդություն չի ունենում։ Հավաքվում եմ, քեֆ եմ անում, եթե պետք ալեմ, օղին վերցնում եմ, գնում եմ անտառ, հավաքվում ենք, այնտեղ քեֆ ենք անում, ծնունդ կլի։ Մի հատ տղա կա, ասեցի իմ օղուց վերցրու, տար, սա որ խմում ես, լավ երգացնում է։ Գնաց էքսկուրսիա, լավ խմել երեկա, ասավ Ֆերիկ ջան, մենակ չի երկացնում, պարացրել է լա։ Բացում ենք, բաժակով լեցնում, մեր քաշած օղու պրոբն ենք անում։ Տեսնենք կհարփացնի, թե ողջ լեկ ձեր աշխատանքին ուժու եռանդեմ, ցանկանում անխափան աշխատանք ու անխափան եթեր տակ ողջ ելնեք լավ է Մոտավոր ինչ թնդություն ունի պապիկ մոտավոր 69 մոտ Ժողովրդական մի խոսք էլ կա, որ իսկը Ֆերդինանդ պապի համար է ասված։ Ասում են, օղի թորելը մի տեսակ վտանգավոր գործ է։ Օրվա կեսին արդեն չեն հասկանում, օղին է քեզ փորձարկում, թե դու օղուն։ Ով շատ է ընթացքում պրոբանում, երեկոն արդեն երգի ու պարի մեջ է դիմավորում։ Պապի խոսքով քեֆը տեղը տեղին լավրացնում։ Մի խոսքով օղին դեռ չի հասցրել թորվել, բայց պապը արդեն կես ճանապարհին է։ Իսկ պապը լավ օղի թորելու գաղտնիքներ ունի։ Վերքը շատ լինի հասած ժամանակ, որ հասած ժամանակ քաղցրանում է բերքը։ Քաղցրությունից ավելի շատ օղի ենք թորում, քան թթվաշ խնձորից բանից։ Հիմա ես կվերջանա խաղ ունենք, խաղից կքամենք, ինձանից է կախված ինչքան կվերցնեմ։ Եթե 10 լիտր վերցնեմ, կլինի 60 գրադուս, եթե 15 վերցնեմ, կդառնա 55 գրադուս։ Կրակը թեժ է արած, օղին էլ լավ թե վատ իր հունով գալիս է։ Դե պապն էլ հետևաբար ազատ ժամանակ շատ ունի։ Մենք էլ կօգտվենք այդ առիթից ու կխնդրենք Ֆերդինանդ պապին հարմար տեղավորվել ու պատմել գյուղից, գյուղի կյանքից ու իր կյանքից, որը ինչպես միշտ շատ սիրով ու հումորով է ամփոփված։ Միանգամից սկսում է հին պատմություններ պատմել, ընկերների ու գյուղի հետ կապված զվարճալի դեպքեր վերհիշել։ Ընկեր ունեի, անունը Գառնիկ։ Ասում էի Գառնիկ ջան, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է սիրում, թե 7-րդ սիմֆոնիա։ Ասավ, Ֆերո ջան, սիրում եմ, բայց չեմ ջոգում 7-ը որնա, 9-ը որնա, խառնում եմ իր։ Վահագնի մասիկը սկզբից լավը չեն եղել, հիմի լավն է։ Դե իսը պապական գալիս է էլի, որ
վատն են եղել, հիմի արդեն լավացել են։ Մեկ մյուսի լավը չի ցանկացի։ Մի տեսակ իրեն բնորոշ հումորով, հետո կասի, որ ինքը Վահագնի հետ կիսով չափ կապ ունի։ Արմատները սկսվում են Վանից։ Ծնվել ու մեծացել է մանկավարժների համեստ ու կիրթ ընտանիքում, որոնք 1939 թվականին Վահագնի են եկել իրենց սուրբ պարտականության հետևից։ Մանկավարժների կարիք է եղել գյուղում, այդպես եկել ու հետո նաև տնավորվել են, տուն-տեղ ստեղծել, երեխաներ ունեցել։ Ընդհանրապես մեր ցեղը Վահագնի չի։ Իմ ծնողները պապաս Վանիցա, մամաս Սարիղամիշից։ Մանկատանն են եղել երկուսն էլ, սովորել են մեկը ռուսերենի բաժինը, մամասը ռուսերենի, պապաս մաթեմատիկայի համալսարան։ 33 թվին ավարտել են, տեղափոխվել Եղեգնաձոր, Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղը։ Այնտեղ պապաս ու մամաս ուսուցչուհին հանդիպել են ամուսնացել։ Այնտեղ ծնվել է մեծ քուրս։ Ու այնտեղից տեղափոխվել են այս գյուղ։ Քանի որ ուսուցչի պահանջ ա եղել այս գյուղը, լուսավորության մինիստրությունը տեղափոխել է այստեղ։ Այստեղ 39 թվից մինչև այսօր ապրում ենք Վահագնի գյուղ։ Գյուղում ինձ Ֆերիկ են ասում, կարճ Ֆերիկ են ասում, բայց իսկական անունս Ֆերդինանդ է։ Բքրոջս անունն էլ Դեզդեմոնա, այն մեծ եղբորս անունը Լեոնարդո։ Մամաս տենց անուններ ա դրել։ Քուրերս անունը Դեզդեմոնա, Զարուհի, Մարինե։ Եղբայրներս Լեոնարդո, Ֆերդինանդ, Համլետ։ Հետո պապը կսկսի պատմել իր ամուսնության մասին, կասի, որ սիրել է, շատ է սիրել, իր սրտի միակ ու անկրկնելի կնոջը Հասմիկին, թեպետ շատ ուշ են ամուսնացել, բայց ամուր ընտանիք են կազմել, ասում է, այդ սերը մինչև հիմա էլ չի պակասել, ավելին գնալով ավելացել ու թանձրացել է, ցավոք սրտի երեխաներ չունեն, բայց ոչինչ համակերպված են համ իրենց բախտին, համ էլ ճակատագրին, կարևորը նրանց ընտանիքում երբեք խոսք ու զրույց չի լինում։ Վերցրեն ես էլ եմ մի քիչ ուշ ամուսնացել։ Քանի որ մամաս ու պապաս ծանր հիվանդ էին, գնում էի ուզելու, ասում էին հիվանդ ծնողներ մենք չենք կարող պահենք։ Դրա համար պապաս ու մամաս վախճանվեցին, դրանից հետո իմ բախտը բացվեց։ Այսինքն չէին ուզում գան հոգս։ Չէին գալ, երիտասարդությունը չի գալի, հոգսի չի դիմանում։ Իմ տիկնոջ հանդիպեցի աշխատանքի տեղը, աշխատում էր գուգարքի Ռայկոմում ինչ-որ այդենց բաներ կար, պիոներական բաներ կար, այդտեղ էր աշխատում, հանդիպեցի, միջնորդով հանդիպեցի ու ինքն էլ իմացա, որ ծնողներ չունեմ, ամուսնացա, հոգսի տակ չնավ, դժգոհ չենք, մեկս մյուսից։ Տատը բամբակնա, ես էլ զանգակ։ Դե որ բոյ բուսածը տեսա ասին բոյ բանին համապատասխան կարելի է էլի Փորձել։ Կարելի է փորձել։ Փորձեցի եւ փորձանք չեղավ էլի լավ ստացվեց։ Դժբախտաբար մենք երեխա չունենք։ Մեր երեխան պետք է ունենայինք, բայց լավ ավարտ չունեցավ ծննդաբերության ժամանակ։ Այդենց էլ երկու ծանոթ աղջիկներ մոդիկ համարյա որդեգրված են, ամեն անգամ գալիս են, գնում կիրովականից են, երկուսն էլ ուսուցչուհի են։ Հիմի մի րոպե զանգեմ կհավաքվեն կգան, իրանց ընտանիքներով, շատ են մոդիկ։ Հա, ճիշտ է, երեխաներ չունեն, բայց դա չի խանգարել, որ համատեղ 50 տարի սիրով կյանք ապրեն։ Այդ սիրո պակասը լրացրել են գյուղի ու թաղի երեխաներով, թեպետ իրենց կողքին էլի շատ հարազատ ու սիրելի մարդիկ կան, որ երբեք ամուսիններին մենակ չեն թողնում։ Մի խոսքով, Ֆերիկի տունը գրեթե միշտ մարդաշատ է, լցված երեխաների ծափով ու ծիծաղով։ Հիմա պապը միայն մտահոգվում է, որովհետև գյուղում չամուսնացած շատ տղաներ կան, որոնք այդպես էլ ամուսնանալու մտադրություն չունեն։ Ասում են, թե բա լավ աղջիկ չեն ճարում։ Պապն էլ իրեն բնորոշ հումորով ցույց է տալիս հարևան գյուղի դեպետի տեղը, թե բա այս գյուղում հնուց եկած մի անխախտելի ավանդույթ կա, հարց բերում են միայն հարևան գյուղից։ Այնքան ազապներ ունենք գյուղում 35-39 մինչև 40 տարեկան տղամարդիկ չեն ամուսնանում։ Հարևան գյուղերը կա էլի էժան բազար կա, գնում են ընդեղից դեպետից էժան բազարն է, էլի գնում են ընդեղից, եթե ստեից չեն տալի գնում են ընդեղից բերում։
Գյուղի մեծամասնությունը դե պետի աղջիկներ հարցները։ Հեշտ են համաձայնում։ Հեշտ են համաձայն, բայց գալիս են Վահագնի, ոնց Ինչի Վահագնի, ինչպիսի գյուղ։ Վահագնին ավելի կուլտուրական գյուղ է, քան մյուս գյուղերը։ Ինչպես ասացինք, արդեն Ֆերիկը գյուղում շատ սիրված պապ է, անունով մի մարդ, որի խոսքի հետ բոլորն են հաշվի նստում։ Ֆերիկը նաև շատ հյուրասեր ու հյուրընկալ մարդ է։ Տան կողքով անցնող դարձողին պետք է իր տուն հրավիրի, պատվի, հարգի, հյուրասիրի ու ճամփի։ Կարելի բան չէ Ֆերիկի տան կողքով անցնելը ու գոնե մեկ գավաթ սուրճ չհյուրասիրվելը։ Ինքնաշեն ամառային ու ձմեռային տաղավարել ունի։ Գյուղում եթե հավաքվելու քեֆ ու ուրախության առիթ կա, ապա անպայման Ֆերիկի մոտ է անցկացվում։ Ֆերոյի մոտ տաղավարի անունը հենց այդպես է կնքված։ Լավ խաշի սեղանալն եմ, առավոտները, կեսօրին լավ խորովածի, ես էլ իմ մանղալն է, արի էստեղ նայի, որ մի անգամից, ես մանղալն է, մի անգամից խորովածը ստեղից մանղալից հանում եմ ես է շամփունի, հանում եմ մի անգամից ստեղ, նստած ժողորդին, մատակարարում էլ ինչ կարանք անենք։ Պապ, ես բոլորը քո ձեռքի աշխատանք։ Բոլոր, լրիվ, մի հատ մեղ չկա, որ ես խփած չլինեմ։ Լրիվ ես եմ, իմ ձեռով ասարգան։ Այս նստարանները, այս սեղանները, լրիվ ես եմ սար։ Այստեղ եթե անձրև է գալիս, կանայք տեղափոխվեն, այստեղ տղամարդիկ են կողմը։ Կանայք այստեղ նստում են, որ բնությունը լավ երևա։ Մեկ էլ դուք։ Հա, մեկ էլ։ Ֆերիկ պապի շնորհքները այսքանով չեն ավարտվում։ Նա նաև փորձառու մեղվաբույծ է, որը ժառանգել է իր հորից։ Իսկ Ֆերիկի մեղրը իր խոսքով մաքուր, անարատ ու արդար է, որ մի անգամ փորձողին կրկին Ֆերիկի մեղրի հետևից է բերում։ Ընտիր մեղր, արդար մեղր։ Ոչ մի հավելում խառնուրդ մարնուրդ չկա։ Պեսոկը տալիս են գարնանը իրանց զարգանալու համար։ Ինի չափավոր։ Եմ փչացած ռամկաների մոմերը, որպեսի հալեմ մոմ դառնա, սա արևային դնում եմ ստեղ, սա փակում եմ, արևի ժամանակ արևը տալիս է, մոմը հալվում է, լցվում է այս ամանի մեջ։ Եթե բանը քիչ հալնեմ, արևը քիչ հալնեմ, հոսանք ունեմ, հոսանքը միացնում եմ, օգնում է արևի ուժին, ավելի շուտ է հալվում մոմը։ Էս որտեղից ես գաղափարը քեզ։ Պապաս սկզբից սարքել էր, ես էլ կատայելագործել եմ։ Ու սա կատայելագործել եմ, որ արևի ուղղություններով ֆռա։ Համը սենց ֆռա, համը եթե օրը երկարը մա կարճանում է, սա էլ եմ բարձրացնում, սենց արևին ուղղահայաց լինելու համար։ Կյանքը գյուղ է, գյուղը կյանք։ Գյուղում աշխատանքը ուրախություն է, օղին խոսք ու երգ։ Ընկերությունը կյանքի ամենամեծ հարստությունը։ Ֆերդինանդ պապի կյանքը փոքրիկ գյուղի մեծ պատմություն է։ 80 տարի աշխատանքի ու սիրո խառնուրդ։ Նրա օրերը լցված են մեղրի քաղցրությամբ, խնձորի ու տարատեսակ մրգերի բույրով ու օղու ջերմ ընկերակցությամբ։ Բայց ամենից առաջ նա մեզ հիշեցնում է, որ կյանքը արժեք ունի, երբ այն ապրում են սրտով, սիրով ու ընկերական ժպիտներով։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Վահագնի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։